191 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Նրանք, ովքեր ամուր նյարդեր ունեն, երևի կարողացել են համարյա ամբողջությամբ նայել վարչապետի թեկնածուների մեծ բանավեճը նախընտրական, որը տեղի ունեցավ մարզահամիրգային համալիրում, եւ շատերի կարծիքով առանցքային դրվագը այն էր, երբ ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարը հայտարարեց, որ այստեղ ներկա է 1 պրոթուրքական ուժ եւ 14 պրոհայկական ուժ։ Գիտենք այդ հատվածը։ Այստեղ կա 14 պրոհայկական ուժ եւ 1 պրոադրբեջանական ուժ, եւ այդ մեկը դու ես, եւ այդ մեկը դու ես, եւ այդ մեկը դու ես։ Սա իհարկե գեղեցիկ է հնչում, բայց չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ այնտեղ կար ոչ թե 1 պրոթուրքական ուժ, կար 1 պրոթուրքական ուժ եւ կային մի քանի ծպտված պրոթուրքական ուժեր, որոնք ներկայանում են որպես պրոարևմտյան, բայց քանի որ աջակցում են արդեն բացահայտ Նիկոլ Փաշինյանին, հետեւաբար իրենց նույնպես կարելի է անվանել փաստացի պրոթուրքական ուժ, դրանք մի քանիսն են, դրանից բացի կային մի քանի պրոռուսական ուժեր եւ բարեբախտաբար կային նաեւ մի քանի պրոհայկական ուժեր, օրինակ Հայ ազգային կոնգրեսը։ Այդ պրոհայկական ուժերը կհաղթահարեն անցողի քշերմը կհայտնվեն խորհրդարանում, թե ոչ դժվար է ասել, բայց էլի լավ է, որ գոնե մեծ բանավեճում դա նույնպես ներկայացված էր, այդ բևեռը նույնպես ներկայացված էր։ Ամեն դեպքում այդ մեծ բանավեճը, վերջին քարոզչական մեծ բանավեճը ակնհայտորեն հաջող չէր Նիկոլ Փաշինյանի համար, թեև նա այնտեղ էլ միայնակ չէր եկել, այնտեղ նույնպես կարելի ասել թիկնազորով էր եկել, որոնք ներկայանում էին որպես այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, ամեն դեպքում շատ անհաջող էր դա եւ պետք էր սպասել, որ այդ ծանր տպավորությունը հաղթահարելու կամ մոռացության տալու համար իշխանությունները հասարակության ուշադրությունը շեղելու են աղմկոտ ձերբակալություններով, ինչը եւ տեղի ունեցավ։ Արդեն այսօր մի քանի աղմկահարույց իսկապես ձերբակալություններ եղան, կալանավորումներ եղան, այդ թվում պաշտպանության նախկին նախարարը Արմեն Աշոտյանը, Արման Սահակյանը, Գագիկ Խաչատրյանը, վստահաբար այս առաջիկա մի քանի օրերին դրանք շարունակվելու են, էլ ավելի աղմկահարույց ձերբակալություններ են լինելու, որպեսզի այդ ծանր տպավորությունը իշխանությունները կարողանան հաղթահարել եւ ուշադրությունը հղել այլ կողմ, հասարակության ուշադրությունը։ Ինչ վերաբերում է կոնկրետ այդ բանավեճին, ապա դա էլի դրա առանցքում այն էր, որ Նիկոլ Փաշինյանը էլի անդադ նույն բանն էր ասում, որ այդ մենք ունենք լրտեսական ընդդիմություն, այնտեղ ուրիշները փորձում էին մեղմել, իբր կոլաբորացիոնիստ բառն էին օգտագործում, թե Նիկոլ Փաշինյանը միևնույն է դրանց լրտեսական ուժեր էր անվանում, որոնք գործում են Հայաստանի դեմ, մեր պետականության դեմ, դրսից ուղղորդված են, եւ պետք է հիշենք նաեւ, որ արդեն քանի օր է ինչ բանակը, որը իրավունք չունի մասնակցել ներքաղաքական գործընթացներին, զինված ուժերը փաստացի ամենակոպիտ ձևով միջամտում են ներքաղաքական գործընթացներին։ Օրինակ ռազմական ոստիկանությունը, որը բանակի մի կառույցն է, բանակի մի մասն է, ուղղակի օդանավակայանում ծանուցագրեր է ազդում հիմնականում Ռուսաստանից եկած տղամարդկանց, որպես նրանք մասնակցեն 25 օրյա այդ վարժական հավաքներին։ Ընդ որում դեռ մի կողմ թողնենք սրա բովանդակային անհեթեթությունը, որովհետև ինչ է ստացվում, եթե ընդդիմադիր ուժերը լրտեսներ են մեր պետության դեմ գործող, օտարերկրյա լրտեսներ, ուրեմն իրենց գործակալներին, լրտեսներին Հայաստանի դեմ գործող բերում են Հայաստան եւ իշխանությունները ինչ են անում, այդ թշնամական լրտեսներին զենք են տալիս, ուղարկում են սահման։ Այդպես չի լինում։ Չէ, այսինքն եթե նա թշնամի է, նա լրտես է, դու ո՞նց ես նրան տանում առաջնակից զենք տալիս, չէ, անհեթեթություն, այսինքն պարզ է, որ որևէ մեկը գիտի, որ այդտեղ լրտեսական ուժեր չեն, չէ, ուղղակի դա վախեցնելով, ահաբեկելով, ընդ որում զինված ուժերը, որ միշտ ասում են դրանց ծառայելը պատիվ է, հիմա ներկայացնում են որպես պատիժ, համարում են դա բացահայտորեն որպես պատիժ եւ սպառնում են 25 օրյա հավաքների ուղարկել, ինչեւ է սա դեռ մի կողմ թողնենք, այդ մեծ բանավեճի ընթացքում
նաև այս մասին իհարկե խոսվեց, որ մեկ-երկու հոգի հարցրեցին Նիկոլ Փաշինյանին, ասացին, բա եթե այդ լրտեսական այդպիսի ուժեր են մեր պետության դեմ գործող, բա ինչ եք թույլ տալիս, որ նրանք մասնակցեն ընտրություններին, եւ այստեղ Նիկոլ Փաշինյանը շատ ինձ թվում է հատկանշական ուղղակի պատասխան տվեց, իմ կարծիքով իր կերպարը եւս մեկ անգամ ընկալելու համար շատ կարևոր առանցքային պատասխան էր տեսանյութի այդ հատվածը դիտենք Որոշել եմ, որ մենք չենք դիմելու այդ հարցով։ Դուք կարող եք դիմել ԿՀ, որովհետև երբ որ մենք դիմենք, այդ մարդիկ ասելու են, վախեցան ընտրությունները հաղթեն, պարտվեն, իրանց մրցակիցներին հանեն։ Դուք ինչի՞ չեք դիմում ԿՀ։ Պարոն Սիմոնյան, դուք ինչի՞ չեք, որովհետև դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ է։ Դուք, պարոն Սարգսյան, ինչի՞ չեք դիմում դուք եւ դուք որ ուժեղ Հայաստանի գրանցումը չեղարկեն, որ Ռոբերտ Քոչարյանի գրանցումը չեղարկեն, որ ԲՀԿ Պարոն Սիմոնյան, դա ԿՀ-նալուծում ընտրությունների մասնակիցը կարող է դիմել։ Ես ձեզ կոչ եմ անում հրատապության կարգով հենց վաղը առավոտ դիմել, որ երկուսին մենք դա չենք անելու, որովհետև եթե մենք այսօր արած լինենք, դուք բոլորդ ասելու եք, վախեցաք ընտրությունները պարտվել, ձեր մրցակիցներ։ Փաստորեն այստեղ երկու տարբերակ կա։ Կամ այդ ինչպես իրենք են ասում պատերազմի եռագլուխ կուսակցությունը իսկապես լրտեսներ են, որոնք թշնամական գործունեություն են ծավալում Հայաստանի դեմ, կամ դա հեջուրանք է։ Ուրեմն, եթե դրանք իսկապես թշնամական գործունեություն են ծավալում, ինչ պիտի անի Հայաստանի իշխանությունը, պիտի այո դրանց մասնակցությունը արգել, եթե դա այդպես։ Իսկ ինչ է անում վարչապետը, նա ինչպես միշտ խուսափում է պատասխանատվությունից եւ ելի նույն պատճառաբանության ասում է, եթե ես այսպես անեմ, այսինքն չանց դա ճիշտ է, բայց եթե ես այդպես անեմ, դուք ինձ կասեք, ես բռնապետ եւ այլ եւ այլ։ Մեկին մեկ տալիս է այն պատասխանը, երբ հիշում եք, ասում են, ես կարող էի դադարեցնել պատերազմը, եւ նույն արդյունքը կունենայինք, ես կարող էի կանխել պատերազմը, բայց դուք ինձ կասեիք դավաճան։ Այսինքն գիտի, որ կա ճիշտ քայլ, բայց որպեսզի հանկարծ իրեն պիտակներ չկպցնի, այդ քայլից հրաժարվում։ Նույն այստեղ։ Եթե ինքը վստահ է, որ դրանք լրտեսական ուժեր, ուրիշներին է ասում, ասում է գնացեք, ես ինչի պիտի ամ, բա որ ինձ պիտակներ կպցնեն։ Չնայած պետական շահը պիտի թելադրեր, որ եթե կան լրտեսական ուժեր, նրանց մասնակցությունը պիտի կասեցվի, չէ՞։ Սա այն դեպքում, եթե դրանք իսկապես լրտեսական ուժեր են, որոնց բնականաբար որևէ մեկը չի հավատում լրջորեն։ Կամ երկրորդ տարբերակը, սովորական քաղաքական ուժերը, պարզապես Նիկոլ Փաշինյանը ընկալում է որպես իր մրցակից եւ ահա այդպիսի հերյուրանքների կամ ինչպես ինքն ասում ստոր հերյուրանքների միջոցով վարկաբեկում է դրանց հանուն իր քաղաքական շահերին։ Այսինքն սա ուղղակի զրպարտություն է, ստախոսություն է։ Երկու տարբերակ։ Երկու դեպքում էլ առաջին դեպքում կամ Նիկոլ Փաշինյանը դիրքավորվում է որպես անպատասխանատու, որը չի ցանկանում պիտակավորվել, դա բացառիկ անպատասխանատվություն է, կամ ուղղակի զրպարտություն է մրցակից քաղաքական ուժերի նկատմամբ։ Երկուսն էլ հավասարապես անընդունելի են, առավել եւս մեկի համար, ով հավակնում է շարունակել մնալ կառավարության ղեկավարի պաշտոնում, հավակնում է այդ պաշտոնին։ Ինչևէ, ահա այս վիճակներ հիմա եւ ինչ վերաբերում է այդ ձերբակալություններին, որոնք իհարկե շարունակվելու են, այս առումով այս բռնությունների, սպառնալիքների, բռնության կոչեր, կալանավորումներ, գաղտնալսումներ, այս բացահայտ ահաբեկումներ, այս առումով այս արդեն իսկ փաստացի ավարտված ընտրարշավը իսկապես բացառիկ էր, աննախադեպ էր եւ աննախադեպ էր նույնիսկ մեկ այլ իմաստով։ Սա եզակի դեպքն է, երբ ընտրություններին 2 օր է մնացել ընդհանրապես, քարոզարշավը ավարտված է, բայց որևէ մեկը վստահաբար չի կարող ասել նույնիսկ թե քանի քաղաքական ուժ է մասնակցելու ընտրություններին, որովհետև այս ընթացքը կարող է զարգանալ այնպես, որ մեկ կամ մի քանի ուժեր ուղղակի թույլ չտրվի նրանց մասնակցել ընտրություններին։ Այսինքն 2 օր առաջ անգամ մասնակիցների թիվն է անորոշ եւ որևէ մեկը չի կարող վստահաբար
պնդել, թե քանի ուժ է մասնակցելու ընտրություններին։ Այսպիսի անորոշ իրավիճակում էլ մենք ոչ միայն խաչմերուկում ենք գտնում, այսպիսի անորոշ վիճակում բռնությունների մթնոլորտում, աննախադեպ բռնությունների մթնոլորտում, տասնյակ ձերբակալությունների մթնոլորտում էլ մենք մոտենում ենք այն ճամփաբաժանին, որից հետո ուղղակի կարող է իրավիճակը իսկապես դուրս գալ վերահսկողությունից։ Ինչևէ այսօր այսքանը, կհանդիպենք։